Հիմա այսօր անցի քանիսն է։ Այսօր 6-ը։ Մնաց այսօր 2 գիշեր էլի։ 7 գիշեր, այսօր 6, 2-7։ 8-ին պիտի երթան։ Էսի մուշի կենտրոնական փողոցն է։ Նվեշերն են պատրաստում, կային ես էլ տանեմ։ Բարի ժողովրդի։ Արա ես ինչ են արել, ես ինչ են։ Հարգելի հարազատներ, մեր ուղևորության 4-րդ օրն է։ Երեկ մենք Սասնա գյուղերը մեր սասունցիների պապերից ընտավայրերը արծեցինք, այցելեցինք, ինչ որ ցանկություն ունեն դրանք կատարվեց, այսինքն դից հող ամենքը բերեցին, որպեսզի իրենց գերեզմանների տանեն։ Այսօր մենք ուղևորվում ենք դեպի Մուշ, դեպի իմ պապից ընտավայրը, որը գտնվում է Մշոբուլան ղկավարի Թեկարլի գյուղում։ Անդրանիկ պապս ծնվել է 1907 թվականին Մշո գավառի Բուլանխի ենթաշրջանի Թեկարլու գյուղում։ Երբ սկսվեց առաջի համաշխարհային պատերազմը 1914 թվականին, կարճ ժամանակ հետո սկսվեցին թուրքական իշխանությունների կողմից հակահայ գործողությունները, որը ի վերջո վերածվեց կոտորածի։ Այդ ժամանակ պապս 8 տարեկան էր, երբ թուրքերը, ավելի ճիշտ քրդերը, արդեն իշխանությունների կողմից հանձնարարություն ստացած, որ հարձակվեն հայկական գյուղերի վրա, ամեն ինչ գրավեն եւ գյուղը մնա իրենց անցայրացի Մուշը մեր դրա հանդեպ կատարելով արտավայրը Մուշի նաեւ պապիս գյուղի համանաբար երբ ինչպես ժողովուրդը ամենալավ մոր եւ տարածաշրջաններից է հետ միասին արևմտյան Հայաստանի սիրտն է եղել այդ ժամանակ երբ քրդերը հարձակվել են գյուղի վրա պապիս հայրը տանը չի եղել ու ինչը կորսել մենք խաբար չունենք պապիս հորից, ինչպես նաև պապս չուներ այդ խաբարը իր հորից եւ միշտ սպասումով էր ապրում, որ միգուցե մի օր էլ կարող է հորը գտնել։ Փախուստը կազմակերպում է պապիս հորեղբայրը, որը այդ ժամանակ նաև իմ տեղեկություններով եղել է տասնապետ Անդրանիկի հետ մեծ Անդրանիկի հետ կապեր է ունեցել, միգուցե նրա զինվորներն համարվել, նրա օգնությամբ հասկոց մեր Հակոբյանների Գերդաստաններից որոշ ընտանիքներ բռնում են գաղթի ճանապարհը եւ մեծ դժվարությամբ կարողանում են ամիսներ հետո հասնել Իգդիր քաղաք։ Այդ ժամանակ Իգդիրում դերևս ռուսական զորքեր էին, հայկական աշխարհազորի տիրապետության տակ էր Իգդիրը, սակայն երբ արդեն Ռուսաստանում հեղափոխություն է բռնկվում եւ ռուսները սկսում են նահանջել, մեր զորքերի զորություն են թուրքերի դեմն առնելու Իգդիրից մեր Գերդաստանը դարձյալ գաղթում է եւ գալով Լենինական Էշմիածին այդ ընթացքում մեր ընտանիքները տեղավորվում են Արագածի տարածաշրջանի մի քանի գյուղերում Ծաղկահովիտ, Գեղաձոր, Բերկարատ, այդ ամբողջ ճանապարհին փախստականների հետ է լինում
Քեկարլու յուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Հակոբ Գալստյանը, որը Էշմիածնում մեծ վկայություններ է տալիս այդ ժամանակ Քեկարլում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ես կփորձեմ քահանայի վկայությունները որոշ կրճատումներով ներկայացնել ձեզ, թե Քեկարլու գյուղը ինչքան հարուստ մեծ գյուղ է եղել, որը կարճ ժամանակահատվածում ենթարկվում է թուրք հրոսակների քրդերի ասպատակություններին եւ այդ հզոր գյուղը, որը շատ մեծ հարստություն է ունեցել, գրեթե վերահասում ավերակների։ Ըստ քահանայի պատմածի Պապիս ծնված գյուղը Քեկարլուն ունեցել է մոտ 200 ընտանիք հայ եւ 20 ընտանիք մուսուլման ազգաբնակչություն։ Քիչ հետո շարունակեմ։ Բուլանығы ճանապարհին մի պահ կանգնեցինք ջրի մոտ, շատ սառնորակ ջուր էր, ջուր խմեցինք, վերցրեցինք մեր հետ։ Այստեղ մի քուրդ եգիպտացորեն էր խաշում եւ վաճառում։ Ասացինք փորձենք, ամենքս մի հատ վերցրեցինք, շատ համեղ աղնել հետո օգտագործեցինք։ Էս էլ մեր քուրդ աղբերը հավեսով ուջանի Սպարտակի հետ քրդերեն խոսում է, Սպարտակն էլ քրդերեն լավ գիտի։ Baylar, selamlar. Հայ ժողովրդին ու Kök. Mısır güzel, mısır getir. ինչ ասեմ։ Kaynamış mısır, lazım. Ահա։ Տնձա։ Oo, mısır, lazım. Bir numara. Abrես։ Գոհ մեր աբրանքը, Baylar. էլի կգանք, 53. էլի կգանք։ Salas. Çek bunları çek. Սպարտակշան շատ լավ է, չէ, որտեղ երթում ենք դու քեզ հարազատ ես կդնում, խոսանում ես ամեն ինչով։ Մեզ սա թողում ենք ուշադրություն լրիվ քու վրա է, մեզ էլ դու չես թարգմանում ինչ ասեմ, ինչ խոսեմ։ Չէ, Otur çay, araç yaratayım. լրիվ մտածում եմ, որ ընդ ոսկի ունենք, գնանք ոսկին անենք վերենք, հա։ Zaman varsa zaman yaparım size. Dur. Այս մուշնը բուլանығы իրանց գարիցորենով Թուրքիայի բնակության լրիվ կապով են։ Այս քանի ժամա գալիս են կանցարացի դաշտեր։ Նայեք, երկու կողմից։ Hele işkan el bu değil. Իշկանել լավ պիտի գնանք տեսնենք, իշկան։ Այս մինակ մի փոքր տարածք է, ինչ է մուշի տարածքը բուլանը։ Բուլանығы ջրամբարը Մուրադ գետի վրա կառուցված։ Մուրադ գետի ամբողջ երկայնքով թուրքական կառավարությունը ստեղծել է մեծ ջրասներ, որ երևի հաշվես քանի միլիոն խորանարդ մետր չեն կարող ասենք, մի քանի տասնյակ միլիոն խորանարդ մետր ջուր են կուտակում եւ Գորոկելիսի համակարգով մշակում են իրենց ցանկատարածությունները, որը գերազանց բարձր բերկատվության գոյակապ նախապայման է հանդիսանում։ Նայեք, ամբողջ գետի վրա, այցա, կոմբերն էլ դնեն մխեն այս դաշտերին բոլոր երիկա և հեկտարի միջին բերկատվությունը երևի 50-60 ցենտներից պակաս չի։ Հրաշք տեսարաններ աղբեր, ես հիանալի վայրեր։ Ըստ քահանայի պատմածի Քեկարլու գյուղը ունեցել է մոտ 220 ընտանիք, որից 200-ը եղել են հայեր, իսկ 20 ընտանիքը եղել են
քուրդ եւ չերկեզներ։ Ըստ այդ նրա վերահսկողների գյուղը շատ հարուստ գյուղ է եղել։ Զբաղվել է հիմնականում անասնապահությամբ եւ հացահատիկի մշակությամբ։ Գյուղը ընդհանուր առմամբ ունեցել է 200 ես, 300 հատ գոմեշ է ունեցել մոտ, 3000 ավել գով է ունեցել, 4000 ոչխար, 60 ձի, 200 ավանակ, 1000 գլուխ այլ մանր անասուններ։ Քահանան սա մեջ է բերել, ասիկն իրենց եկեղեցում ամեն ինչ առաջ հաշվարկվել է եւ այս հսկայական քանակությունը կար ժամանակի ընթացքում, երբ նոր սկսում է համաշխարհային պատերազմը, կամաց ենթարկվում է ճալան։ Եվ 15 թվականին արդեն մոլեգնող ցեղասպանության պայմաններում գյուղը սկսում են դատարկվել արդեն եւ ցեղասպանության վտանգը տարածվում է ամենուր։ Ինանուն ինչա Գևոր ջանան։ Բնակավայրեր, որ դուք տեսնում եք 100 տարի առաջ, դրանք բոլորը եղել են հայկական բնակավայրեր, բայց այսօր անուն կա, ամանուն չկա։ Ապրում են հիմնականում քրդեր, թուրքեր շատ քիչ մեզ հանդիպեցին, գրեթե չհանդիպեցին, նույնիսկ Մուշում։ Այս տարածքների մեր արևմտյան Հայաստանի կորսոր տարածքների մեծամասնությունը, ազգաբնակության մեծամասնությունը ներկայանում են որպես քրդեր։ Սա է մեր պատմական բուլանը։ Մեր տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ, Գեղաձոր գյուղը գրեթե ամբողջությամբ, Բերկարատ, Ծաղկահովիտ, երևի Գեղատիր, Նորաշեն այս տարածքից բավականին փախստականներ ունեցավ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանության տարիներին եւ մինչեւ օրս այդ տարածքի գաղթականների ցանկացածը կարոտով է լցված իր բաբերի բնորանի հետ եւ ամենքն էլ յուրաքանչյուրներ պարտականություն են զգում իրար մեջ այցելելու իրենց բավական տարածքները Այսօր վաղտի ժպտաց մեզ, առանձնապես ինձ, վաղուց եմ մտածել լինել այս տարածքում, հաջողվեց այս տարի։ Հուսանք, որ մեր ազգը տարածքներ չի կորցնի, Արցախը վերջին է լինի։ Ընդհակառակը գտնենք մեր բավական տարածքները, դեր կայնենք նրանց։ Այս ճանապարհը Ուրանախից Քակարլու գնացող ճանապարհն է։ Լավ, հետաքրքիր բան ասեմ, որի ձախ կողմում գնում է Սիպան քաղաքը։ Սիպան Սարը քաղաքն էլ հետը։ Սիպան էլ կա բնակավար, չկա։ Այն մեծ սպիտակ որ ձյունը կա, դա Սիպան Սարն է։ 4058։ Արագածից բարձր է։ Արագածից ցածր է, Արագածը 4090։ Այն նայեք լա դիմացի են լեռները ոնց որ մեկ արայի լեռներ են։ Ասում եմ Խղեջանի լեռներն է։ Արա դե հրաշք բնությունը էլի ախպեր։
մենք Հայաստանում ցես դալաշ ունենք։ Լորվա կողմերնա, Ղապանգուրից այդ կողմերը դերնային վաստեստեղ ավելի ուրիշ է էլի։ Սարը բարձր է։ Անծայրացիր դաշտեր, վարելահողեր ու բոլոր վարելահողերի այդ դաշտերի համար ջրամբարները բոլոր տեղերը կան։ Ոռոգումը ստե արեստական ոռոգման խնդիր չկա։ Անձրև չեղավ, ոռոգումը կա ու բերկատվություն հսկական բարձր բերկատվություն կա բահովի պիտվես բույսերին։ Ստերև եվրոպական միջինից պագաշ չի եղնի, կարող է բարձր էլ եղնի։ Գևորը թողատես մարդա, կիմանաս տեղի Դերիության աստիճան ավելի բարձր կենի, քան թե մեր տարածքներինն է։ 60 ցենտներ ծորել է ստանում։ Դա Եվրոպան էլ այդքան էլի։ Այդքան պարարդացում անելով բանով, բայց իմ կարծիքով ստեղ այդքան պարարդացումը չեք կարող անել։ Չուզել են անում։ Եթե 50-ից 60 ցենտներ գարի ծորեն են ստանեմ, կարտոշկա եւ այլ մնացածը կարտոշկա ասենք դա արմատապտուղային բույսեր ավելի շատ կստանան 60 ցենտներից ավելի կլ 60 դոլարից Երկրորդ տունը չկարվում, առաջինը նա կա Պապը 8 տարեկան անձնավ մարդ է եղել, որ ստեից արտագաղթել են։ Այն ժամանակ սելի ճամպեք եղած կլի, հաստատ որ սելերով, բանով, այս ճանապարհներով անցած կլի, գնացած եկած կլնի։ Իմ պապը դես կլի, գոգակու պապը ոնց անցած կլի թե չէ, պապի թերը։ Կարկով ա գնացի, կարկա ունեցի։ Իմ պապը ստե ա դե ծնվել, իա պապը երևի չէ, Հայաստան ա ծնվել պապը։ Իմ պապը Հա։ Հլա դե նայեք տեսեք ինչ ծորենի ու գարու դաշտեր ունենք։ Ով ունի այդ ձեզնից։ Ձեր քարերը, ղրերը, դե բերեք իրար հետ համեմատեք։ Այս Թեկարոյի ժողովուրդը գիտես որտեղից են եկել։ Որտեղից։ 80%-ը Վանեցի, 20%-ը Սասունից է։ Շահաբասի ժամանակ Թեկարոյի ժողովրդի տարել է Վասկաստան։ Վանի բանան գյուղից են եկել։ Այս է։ Դե Սասունից տեղ գալ ապրել է դա փրկություն հապերին տարածքներից։ Այն ինչ տեղեր էր, ջեվոր, այն ինչ տեղեր էր։ Ես երբեք չէի պատկերացրել, որ Սասունի նման տարածք կա, այն լեռնային տարածքն է։ Նտան գյուղ։ Սիրելի հայրենակիցներ, դիմացի մեքենան մեզ ուղեկցում է, ուղեկցողը տեղացի Բուլաննովից քուրդեր, ըստ իր ասածի համալսարանի դասախոս էր, փիլիսոփայության քաղաքագիտության կարծեմ ասես դասախոսը։ Իսլամերը չէ։ Այս գյուղում ինքը քերի ունի, գնում ենք, որ քերին մեզ պետք է օգնի մեր ուզած տեղերը հարցնեն գտնենք գյուղում։ Մեր հիմնական երկու տեղ ենք այցելել գյուղում։ Էսա թակարդը գյուղը։ Այդ աղբյուրը, որից օգտվել է գյուղի բնակչությունը եւ եկեղեցին։ Հավանաբար դրոշն էլ դուրնա։
Ես իրա քերուտունն է։ Մեր ցանոթի քերուտունը գա։ Տեսնենք ինչ դեղեցություն կդա մեզ։ Ասենք բանից եղերնից հետո երբ հայերը աստեղից գնացել են ինչ ա կատարվել այստեղ։ Վրա է։ Հեսա ինտերներ է, որ միջի հիմա կլինի հնարավորություն չի։ Ինտերներ կանդված։ Ոչի там շեմի դեմ։ Բայց կերտանք մեկ ման գանք այստեղ։ Եվ որ շանկայինս նկարենք դրա։ Դու հավալա ինտերներ դիսին գյուղ, մեկ 5 ժամ մնաք։ 5 ժամ։ Չէ, հետո կերտանք հացի հարց կլուծենք։ Ջան, 5 ժամ ինչ են էքս, հարսունի կեկեք ինչ։ Հիմա լավ լարի գլես։ Անես փոխնեք ես ախտոր մախտոր։ Դեսա շավոնս նայից կեզի բա։ Յակուրի շավոջի։ Ինչ երեխաներ հավից կնե։ Ինչ վադի շավոջ։ Ասես Գերմանիստաներն այլ է, հա, բանը։ Երմոստներն է, հա, եկեղեցու մոտ։ Ժամի մոտ։ Ախր հին քրդերից որ մնացած են։ Այ հայ։ Դենդերից եկել են իրար հետ յուլա չեն գնաց, այդպես եղած կենի։ Ինձ թվա այս նայ, էսի պատմական է մեր։ Արա, ես չքարել եմ։ Ժողովուրդ, ես գերեզմաներ են, հա, այս ոնց։ Ես էլ հին տունն այ։ Հա, Կավոն է, Արես եթանտի։ այվա ճիշտ է, սվաղ չի եղել։ չէ, էսի բլոկներով է, բլոկները հետո են ելել։ Դա երևի մենք էլ կայնենք միտեղ։ Կարող ես թե զադնի ու մտնես։ Որևէ ախորն է, հա, երևի։ Արա երևի պապս որ ջուր ուզում էր իրանց աղբերի ջուրն է իշել էլի։ Հե սառումն է եղել, սենց անցել է։ Հարցր։ Հալա հարցրա եկեղեցին որտեղ է եղել։ Sari verena. Եկեղեցին ասել։ Շիոյը, yani նեմոյը։ Հա, աղբյուրը ստեղ է յուղի եղել։ Ayağız ist alın küçük. Hem division, bir division ya. O birinciye de ne işte maaşı yani. Kayma çebiye, brüskele de komple alt üst bir. Bineşçiye de ne şey yaptı yani dağın altındadır. Kayma olmuş, şey olmuş. Yani hiçbir şey kalmamış. Tarsa gezmanı oldu ya. Mezarlık. Mezarlık. Ermeni. Aa, aynen. Armen. Hepsi buradaydı. Hepsi. Bir tane de şeyde var. Budur bu. Bir tane de şeyde var. O Mezarlık. En Yıl karkandı. Zabora դրած երևի դեղ չեն կարա բարսան, գոսպոչ էս Էլա սպո լա հարցրա էս հին մնացածները որ կային վաղ ֆաշենկեր են սրանք սա չինությունները Ha. Keş yürüyüşün neresi? Azerbaycan böyle ekranı avrabiye. Ha. Boru Doğru. avitini boru. Ha. Boru a birine vura. Yine akbulun üstüne. Ha. Şalangoz verir. հիմա էս ջրից ուզում ենք մի քիչ վերցնենք ո՞ս կարան գնեն երկրից վերցնենք չէ tünel bu ha. Fena abi. Benim kani ha. Evet. Tünel bu. Ben ekranı Yani aha tünel abuş- diye. Ha. Tünel Bu şeyler böyle o böyle gidiyor. o böyle içine girebiliyor musun? Ha. Tünel ayağı. Tagok. տակով գնացի բանը արել Gidemedim. ասա իմ պապս որ մահացավ 95 թվին է մահացել Հա ես հետ եմ հարցնում ցավ տանեմ էդի բանը էլա ասա պապը էս դիրած աղբուրի ջուրը ուզեցել է ուզել կարոդել է ուզեցել է խմի որ մահացել է էլի հոգին տալուց բար Hem ես ուզում եմ մի աման ջուր վերցնեմ Turisti tarım değil. Zamanı. Ver Հակարլեցի հայերի բնակատեղիներից են տներից պատերը մնացել են այս գերեզմանները եղել է ահա տարածքի այն վերևի մասը որ բան է սա մեր ընկերը բարձրանում է վերև ես էլ երևի բարձրանամ գերեզմաններից նկարեմ Benim bu ասա թող ինքը մեկ իշ պատմի քարես թարգմանել է կդամ Sel bu. sel bu. ասա թող նորից ասել ինչ որ ասում է Havzeke bu Ha? bırak. Cüher andırıcı. Veci. Kiravazan ayağı işte. Cüher Havuz, bu ha, beleri. havuz. Havuz, havuz. Havuz. Havuza bu devir bu çekili.
معسيت ده همون Ha, eda. لوجي Juga. لوجي حوزه والله كابو كا- سرابا كلمو كردي وجي هاوان اجبر دخسو آبش هو بين المزنه. كردي داد كد ای مزن کپچه به دخست ویدلی افرام ملک بند تاوی مختار با مختار بند با آنی هاتن گوز زیر تیده هیه Ha. گوز زیر تیده سناوی زیر آنی قانی قانی تعریف کنش با جامعه را میوان نبنا ایشکیم به هم میوان هاتن دوی داره دوی قانی که ده بیا مگول ور بیا زمان فلادا اوا جیوان از آنی اوا مال وانا بیل بدلی وی حوالی هانه اوجی خاله منه اوا برا مالاوی ملکیه Ova. اوا برا Aha. اوا خانیا یه اوی والی شفی یه وی بیا اردانه تاپیا La ویه asla inç as. Eva eviye. آیا ویه İle axportun naysığı. جا سناوی گوهمی آوی ده Դու էլ իրանց ասա որ իմ պաբիտունը թողეთ պես իմանաս թե ջրի մոդ ա եղել։ Valla kalkıyor işi. اوه یه وی داره هاتنه Չգիտեմ էս ա եղել, ընդեղ ա եղել, այդպես ա եղել։ یه برا هاتنه عجی یا قانی تعریف هاتنه سر شما خیلی خیلی بود قانیا بری 100 سال Ayak اول o. سر شما اما زمان فلادا Bravo, bravo. Mala kalkıyor de bu ya. Știi, mi este la fel, mi ce gari. Դե լավ գնացինք կարե։ Ենա ուրա չգավ։ Գոգա։ Հրաժեշտ ենք տալիս Քեկարու գյուղին։ Որոշել ենք բարձրանը նաև եկեղեցու ավերակները տեսնելու։ Զգացինք, որ մեզ որոշ մարդիկ նկարեցին եւ որտեղ դե նկարում են հայտնում են իրենց ոստիկանությանը, որովհետեւ հրա մենք կասկածանքի առիթ չդառնանք, փորձեցինք հետ գալ, քանզի սրանցից շատերը մտածում են տեղաբնակներից, որ եկեղեցի ես գնեմ կամ գերեզմաններս փորձում այցելել գտնել, ասենք հին հայկական, մտածում են, որ եկել ես հարստություն կլատ գտնելու, գանձեր գտնելու։ Մենք հերվից տեսանք նաև հին հայկական գերեզմանատեղին, երեթե արդեն ավերակներ էր վերածված։ Տեղեկացանք, որ այդ գյուղում ապրում են հիմնականը 1917-18 թվականից հետո 16 թվականից հետո Երևանից Հայաստանի տարբեր վայրերից գաղթած քրդեր, որոնք վախեցել են, որ արևմտյան Հայաստանից գաղթականները կարող են իրենց սպանել։ Եվ ահա մեզ այս ճյուղում հանդիպեցին Երևանից գաղթած քրդեր, ու ճիշտ ասած մենք շնորհակալ ենք, իրանք շատ մարդամոտ վերաբերմունք ցույց տվեցին։ Գնացինք այն աղբյուրը, որ այդ աղբյուրի ջրից իմ պապիկներ խմել եւ վահանալուց առաջ նա երազանք ուներ, Երանի ասում էր մեր ջուղի ջուրը խմել։ Իսկ իմ հիշողությունների իրենց բնակարանն է, այսինքն ապրելատեղին էլ եղել այդտեղ, հողափորտներ, հենց այդ աղբյուրը որտեղից որ ջուրի անմիջապես սկիզբ էր առնում եւ այդ ջուղի բնակչությունը զգում օգտվում էր դրանից, հենց այդ նույն տեղում էր տեղերանք, որի շրջակայքում կային հին բնակավայրերի պատեր, որտեղ նախկինում հայերն են ապրել։ Գաղթելուց հետո երևի ինչ-որ ժամանակ դրանք ապրել են, քրդերը ապրել են, որից հետո դենց անբնակելի է դարձել, նոր տներ են սարքել, մի մարդ մոտեցավ, ասես, որ այդ տարածքը իրանն է։ Ծանոթացավ հետս, հետը նկարվեցինք, բայց ինչ արած։ Այսինքն դրա պապերը մեր պապերի ոխերիմ թշնամիներն են եղել, չնայած հետը դրանք ներգաղթ եկել են այս ջուղի հայերի
Այսպես ասած կոդրածը գազբակերպողները ուրիշ կրտել են եղել երևի։ Գյուղը կատարկել են ուրիշները եկե գնագվել են։ Զգացմունքը այդքան էլ դրական չի, որ եկանք տեսանք։ Մի պատկերացնում ես հսկայական տարածքը հողը քոնն է եղել, դու ես ապրել, դու ես սրա իսկական տեր եղել, բայց այսօր չկաս։ Գյուղում մենք տեղեկացանք, որ ցեղասպանությունից հետո 2-4-5 տարեկան հայ աղջիկներ են մնացած եղել։ Հետաքրքրվեցինք դրանց ճակատագրով, սակայն տեղեկություն իմացողներ չկան, ինչ որ մի ժամանակ ապրել մեծացել, ամուսնացել են, բայց էլ գյուղում չեն ապրում, թե ուր են ապրում, նրանք չկարողացան այդ հարցին պատասխանել, եւ դա իմ կարծիքով հնարավոր էր գտնել, միայն ասենք արխիվների միջոցով դա կարելի էր գտնել։ Թե ինչ երեխեք են, ում երեխեքն են, դա մեզ պարզ չեղավ։ Մի բան մեզ պարզ եղավ, որ նաեւ այդ գյուղում հիմնականում 3 հայ ազգություններ են ապրել, որոնցից ամենամեծը եղել են Հակոբյաններ։ Իմ ազգից ես եմ Հակոբյան, դա Վիկիպեդիայից նայեցինք, մնացած 2 ազգությունների անունները մոռացել եմ, չեմ կարող հիմա հիշել։ Մենք որոշել ենք բարձրանալ Սուրբ Գևորգ եկեղեցին, որի մնացորդները մնում են դեռևս մինչև այսօր, սակայն այդ ընթացքում մենք զգացինք, որ մի մեքենա եկավ, կանգնան մեքենայից մեզ նկարում էին, կասկածելի մարդիկ թվացին, մեր ուղեկցողը դա տեսնելով ասեց, որ հավանաբար փորձում են ոստիկաններին հայտնել եւ այլն, միգուցե կասկածում են, որ եկել ենք մեկ հարստություն բան գտնելու, որովհետեւ ոստիկանություն չգնանք, արագացնենք մեր գործողությունները։ Ես շտաբ կարգով ջուր վերցրեցի այդ ներքևի, այսպես ասած, կրանտից, դատարեցրինք եկեղեցի գնալը եւ որոշեցինք շտաբ կարգով հետ վերադառնալ, որովհետեւ կասկածանքը մեծ չներ։ Ջրամբարի հագարակ կողմը բոլորը նախկին էլ հայկական բնակավայրեր։ Ես լիճն է եղել, հա։ Չէ, սա բնական լիճ է եղել։ Հիմա օգտագործվում է լավ վրոգման համար։ Առաջինը քեզի հիշեցի, Հակոբը։ Ինչից հիշեցիր ինձ։ Որ հետս չի գերեզմաներում։ Դու afերից մարդ ես, ինչ կդար։ Ինչ է կոչվում սրա անունը հետաքրքիր է։ Խաչելու լիճը։ Լիճը կոչվում է Խաչելվա լիճ։ Խաչելվա լիճ։ Գյուղն է։ Թիրանք գյուղն է։ Սոգոտնու։ Հրապշար։ Ստեգը սոգոտնու կա։ Դրանք հին անվանումներն են։ Հա, հին անուններ։ Հիմա փոխած է։ Հրապշարը Օրհանքյան դա։ Օրինակ մեր մոդիցում գյուղն է, ձեր գեղաձորիցում գյուղը, ովքեր են տեղից եղել։ Ուրեմն մեր գյուղից Լայլոներ, Աբրամյան Գերդաստան։ Ուրեմն Գոգեներ, Մանուկյան Հրանտի, Մանուկյան, մեկ էլ Ղարիբյան ազգանունը։ Սաֆարյաններից մարդ չկա։ Չէ, այնի Մաշտալուն է, այս հետևն է։ Հետևնագն է։ Ուրեմն Խաչատրյան Հայրապետի տներ, որոնք հիմա դուրս են գնացել, Գրսեներ, Մուրադեն Թախումը։ Հա։ Սարգսյան, Հարոյան, Խաչատրյան։ Հա, որ գյուղն է իրանց եղել ստե։ Հարաբաշեհր, այդ։ Էլ են գյուղը։ Հա, այդ գյուղը։ Ձեր գյուղի այդ գյուղի մեծ մասը եկել է ձեր գյուղն էլի ասա։ Տոնոյան։ Մոտ 6 Գերդաստան ստեղից է։ Մեզ այսօր բաժին ընկավ մի շատ լավ քուրդազնավորություն, որը եւ թե հյուրասիրեց, նույնիսկ պատրաստել մեզ հյուրասիրել ուտելիքով, հրաժարվեցինք, չթողեցինք, որ ծախսի տակ ընկնի, հիմա էլ ասում առանց մառոժնի ուտելու չեմ ճանապարհ դնի, պաղպաղակ ներողություն եմ խնդրում։ Էսա պաղպաղակ է կգա, ընկերներ ջան, նստենք,
ուտենք, պաղենք, մի քիչ սառենք ու գնանք այս լավ ազնվորությանն շնորհակալություն ասակ հայտնենք, ասա որ նկարում եմ մեր բաներով ցույց կտանք, էլի կասենք շնորհակալություն այդպես ենք հայտնում, շատ մարդիկ կտեսեն, որ այստեղ լավ մարդիկ են ապրում, թող մի քիչ միջում արեցինք, հաց կերանք, հանգստացանք, մի բաժակել ըմպեցինք, հարգեցինք մեր նախնիների հիշադակը, առանձնապես որ այսօր Պաբիս յուղն եմ եղել, Պաբիս սննդավայրը, մի քիչ էլ հիմա սուրճ խմենք, շարժվենք մեր գրաֆիկով, լավ լինեք։